Փառքներ դեհին։ Հերթական անգամ Նիկոլը սառը ջուր լցրեց իր եվրոպամեծ սազանդարների գլխին։ Ճիշտ է, նրանք գիտեին, որ այդ սառը ջուրը պետք է գա, բայց ժողովրդի համար անսպասելի է դառնում, չէ՞, որ մարդիկ Նիկոլին ներկայացնում են Եվրոպամետ, եւ Նիկոլը գնում է եւ Եվրոպայում ասում է, մենք մտադրություն չունենք հապկից դուրս գալու։ Հիմա հարց է առաջանում, բալավ ախրի, եթե ամբողջ Հայաստանում այսպես տարածվել է, որ Նիկոլ արևմտամետ է, էլի, բայց ո՞նց է այսպես չի վախենում, որ ժողովուրդը իրեն չի ընտրի կամ դեմ ընտրություններ էլի, ինչ պետք է լինի, ոնց պետք է լինի, կամ այդ եվրոպամետերը այդքան փեշը պահած եկել են, բայց դրանց փչացնում է, էլի, արդեն ստախոս է դարձնում, այսինքն դրանց ասածը կամ թեկուզ գուշակությունները արդեն անիմաստ են դառնում։ Ասեմ, որ Նիկոլ Փաշինյանը երբ որ հայտարարեց, որ էլ նախկինների մասին խոսակցություններ վերցնել, դնել, ասելը արդեն անիմաստ է, այսինքն նա հասկացավ, որ արդեն այդ խաղաքարտը նախկիններին, որ չվերադառնան չգան, արդեն մաշվել է, չի աշխատում եւ զոմբիների թիվը պակասել է։ Այսինքն դա լուրջ չի կարող ազդել ընտրությունների վրա։ Չնայած իրենք կեղծելու են անկախ ամեն ինչից, բայց դա էական, ասենք, ազդեցություն չի կարող ունենալ։ Այսինքն այս 7 տարվա մեջ, եթե այս պահի դրությամբ ինչ-որ մեկը մնացել է Նիկոլական, ուրեմն դա այն որ անհույս, անվերադարձ, անբուժելի է, էլի, նրան ոչինչ չես կարող անել, բայց դա էլ արդեն այդ մեծ քանակ չի կազմում։ Եվ ինքը Եվրոպայում ասեց, որ մենք հապկից մտադրություն չունենք դուրս գալու եւ ընդհանրապես մենք ստանդարտներին չենք էլ համապատասխանում, երբ որ համապատասխանենք ու դուք եթե ցանկանաք կազմակերպենք դա, որովհետեւ հարց է առաջանում, բա ով է մեղավոր, որ դու չես համապատասխանում, ով է ստիպել քեզ ոստիկանների քանակ ավելացնել, ով է քեզ ստիպել, որ ոստիկաններին անսահման ազատություններ տար, որ նրանք կարող են շրջանցել օրենքը, ով է ասել, որ մարդկանց ազատ տեղաշարժը դու պետք է սահմանափակես, անգամ եկեղեցու մտնելու, ասում են Աստծո դուռը չի փակվում, բայց իրենք փակում են, ընտրովի են թույլ տալի, ով կարող է ներս մտնել, ով չի կարող ներս մտնել, հասկանում եք, մարդու գրառման համար դատում են, կամ գրառումով մարդուն գործից ազատում են, սա տիպիկ բռնապետության, այսինքն բռնապետությունը մեղմ ասած, էլի, սա անհետետ, ասենք, ստրկատիրական համակարգ է, անհետետությամբ։ Հիմա ինքն է դարձել մեր հայրենիքը այդպեսին եւ ասում է մենք ստանդարտներին չենք համապատասխանում։ Բայց մեղավորը հայ ժողովուրդը չէ, մեղավորը իշխանությունն է, չէ՞։ Իսկ իշխանությունն էլ այդ ռեժիմին է պատկանում։ Իրենք դիտմամբ մեր նշաձողը իջեցրել են եվրոպական ստանդարտներից եւ Եվրոպային ասում են մենք չենք համապատասխանում։ Սա մենք լավ տղա չենք, էլի, դու ես լավ տղա։ Մենք հələ պետք է աճենք, որ հասնենք քեզ, բայց քանի Նիկոլը կա, դու չես կարող աճել։ Այսպեսի իրավիճակ է։ Եվ ինքը ինչ է անում, եթե ինքը շատ հանգիստ կարող է իր եվրոսազանդարներին փչացնի, այն ժողովրդին ասի վերջել նախկինների հարց չենք վերցնում դնում, բայց իր հույսը ո՞րն է։ Իր միակ երաշխիքը դա Ալիևն է։ Ամենամեծ խաղաքարտերը այսօր Նիկոլին աջակցելու Ալիևն ունի։ Որտեվ եթե Նիկոլին ընտրությունների ժամանակ տեսնեն, որ ժողովուրդը ամբոստանում է չի ընտրում, ինքը կարող է սահմանի լարվածություն առաջացնել։ Առաջ գա, Նիկոլին էլ ձեռի հետ հրաման տա նահանջեք, ցույց տան, որ Ադրբեջանը ջարդելով գալիս է, բերեք կանգնեցնենք, բերեք Նիկոլին հələ ձեռ չտանք, թող Ալիևն այնտեղ հանգստանա։ Սա ամենակարևոր խաղաքարտն է։ Կարող է մի երկու գերի բաց թողել, սա նույնպես խաղաքարտ է։ Հասկանում եք։ Կարող է պայմանավորված Սև լճի հատվածից, ասենք, 1 կիլոմետր, 2 կիլոմետր հետ գնա։ Օրինակ, մի քայլ հետ գնա, որ հետո 2 քայլ առաջ գա, կամ 2 քայլ չէ, ամբողջ ցածկի, եթե Նիկոլը նորից վերարտադրվի, արդեն հեշտ կլինի։ Ամենամեծ խաղաքարտերը Նիկոլին աջակցելու, այսինքն Նիկոլը արդեն իսկ, եթե նման հայտարարություններ է անում, երբ որ իրեն արևմտամետ են ներկայացնում, բայց ինքը գնում է արևմուտքում բացահայտ ասում է մենք հապկից մտադիր չենք դուրս գալու ու վազում է այնտեղ այդ բանի Facebook շենքի բանի ֆոնի վրա նկարվում սրտիկների անում Լուբյանկայի հետ կապված։ Շենքի ներսում ցիլինդր է դնում, այդ թուրքի փապակից անցել է չեկիստի գլխարկի։ Սրանք մեսիջներ են, որ մենք հասկանում ենք։ Հա, տկարը չի հասկանում, բայց ինքը արդեն թքած ունի տկարի վրա, ով որ իրեն աջակցում է, որովհետև նա այդ որակը եւ այդ քանակը չունի։
արդեն։ Եթե առաջ քանակ կար, որը որ բերում էր որոշակի որակի, հիմա այդ քանակը չկա։ Լավ մարդ 7 տարի ոնց կարող է խապվի։ Այսինքն եթե մեկը կա հլար Նիկոլին աջակցում է, ուրեմն ինքը ոչխարից միաշնան ցածր է, շատ կներեք։ Ոչխարից ներքև է։ Երբ որ մարդն ասում է, ես արևմտամետ չեմ, բոլորը ներկայացնում են, արևմտամետ այդ մարդն ասում է, ես հապկից դուրս գալու մտադրություն չունեմ։ Ինքը մնացել է Ալիևի հույսին։ Եվ ինքը այս խաղը ներկայացնելու է Ալիևին էլ ընդեղ է որակը բարձրացնելու։ Շատ հնարավոր է, որ ասենք, այդ որ ասում եմ, ասենք, որպեսզի մինչև ասենք ընտրությունները Նիկոլին այնպես տղա սարքելու համար իսկապես կարող են, ասենք, ջերմուկի մոտ, այդ սև լճի հատվածներում, հասկանում եք, ոտքները մի քիչ հետ դնեն։ Դա ասեք պատկերացրեք, գնացել եք խանութ, հաց եք առել, մատնաքաշ, մի մեծ մատնաքաշ, ասենք ձեր ընտանիքի համար, որ տանեք ժողովուրդը ուտեն, մեկը ճանապարհին ձեռքներիցդ խլի։ Ձեր հացն է, դուք եք առել։ Խլի, բայց հետո տեսնի, որ չգիտեմ, պետք է էլի որ մի քիչ երևա, որ հալավ այդքան էլ չարքի, ասեք մի կտուրս էս պոկի շպրտի քեզ, ու դու շնորհակալություն հայտնես, ասես, այս ինչ մեծահոգի էր։ Լրիվ չտարար էլի մի կտոր գոնե հետ տվիր, այ փառքը, վաու, այս ինչ լավ մարդ ես դու բան։ Հասկանում եք, չէ՞, քո ունեցվածքը տարել է, մի կտորս էս փշրուն շպրտի քեզ, դու շնորհակալ լինես։ Այսօր մենք այդ վիճակում ենք հայտնվել Նիկոլի այս ապուշ քարոշչյան հետևանքով։ Մեր հայրենիքի զգալի մասը թուրքերը տարել են։ Եթե ընդեղից ինքը մի մետր էլ հետ բերի, օ, Ալիևը տեսակ ինչ բարի կամք դրսևորեց։ Մի քայլ հետ տվեց մեզ, այդ հազարավոր քառակուսի կիլոմետրերից, օրինակ էլի։ Սենց խափելով, մափելով առաջ են գնում։ Էլի եմ ասում, պետք է մենք իսկապես այս խայծը կուլ չտանք։ Նիկոլը բացահայտ արդեն հասկացրեց, որ ինքը ժողովրդի վրա չի հենվելու, որովհետև ժողովուրդը հույս չեն, որովհետև ինքը հստակ ասեց, որ ինքը հապկում է մնալու, արևմուտք չի գնում, եւ իր երաշխիքը մնացել է թրքաբոլշևիկը Պուտին, Ալիև, Էրդողան, եւ գլխավոր խաղացողը արդեն դառնում է Ալիևը։ Ստապեղեք, ճիշտ գնահատեք եւ պատրաստ եղեք արժանի հակահարված հասնելու ներքին թշնամուն։ Չունենանք ներքին թշնամի, արտաքին թշնամին կթուլանա։ Փառք Նժդեհին։